Բարևներս Հայությանը, ես Մուշեղնա մշեցի, մի հատ էս կարճ վիդեոն նայենք ու ես ասեմ իմ ասելիքը։ Զոհերի մասին այդքան մտածող եք, ընտրությունները մոտեցել են, սկսել եք զոհերից խոսել, զինվորի կյանքից խոսել, թե որքան այն թանկ է ձեզ համար։ Ես իհարկե, ինչի համար եմ, որպեսզի մեր հասարակության հիշողությունը թարմացնեմ, ուզում եք ապացույց, ուզում եք տեսնել, թե սրանք ինչպես են վերաբերվում մեր զոհերի հետ։ Խնդրեմ, տեսեք։ Տեսի, մեր տղեկն են, մեր հերոսներն են։ Նեխել են։ Ճանճել է խեղդում աստե։ Էսի մեկ, էսի բացի։ Էսի երկու։ Ստե ձև չկա մտնելու, ես հիմա խեղդվում եմ։ Վատացած եմ ստե։ Արի ապեր, արի։ Արի։ Այն սահմռկեցուցիչ կադրերը, որոնք որ դուք տեսաք, դրանք կարտոֆիլով լցված պարկեր չէին ընկած գետնին, դրանք կաղամբի պարկեր չէին ընկած գետնին, դրանք կենթանիների, ուրեմն լեշեր չէին ընկած գետնին, դրանք հայ զինվորի իր կյանքը պատերազմում զոհած հանուն հայրենիքին նահատակված զինվորի մասունքներն էին, որոնք բառացիորեն շպրտվել էին գետնին առանց սառնարանային պայմանների, առանց համապատասխան պայմանների, դուք ինքներդ տեսաք, այս զինվորի կյանք արժևորողներ ճակերտավոր, այդ գործով քրեական գործ էր հարուցվել, դատապարտված անձ գոյություն ունի, այս ստի ու կեղծիքի ռահվիրաներու մանիպուլյատորներ։ Շնորհակալություն Գագիկ Ասատրյանին։ Ժողովուրդ, այս կռվող տղեկը արժանի են այս վերաբերմունքին։ Ես եք արայեղն է այդ մեր շոկի մեջ, ու այն հազարավոր սաղ մնացած տղեկը։ Ինչ եղավ մեր ժողովուրդ, մեր ազգի հետ։ 20 թվին մեր պատիվն ու արժանապատվությունն ու թասիբն է մեռավ։ Ոնց կարար, եթե ղեկավարը հայեղներ սենց բան աներ։ Սա ցույց է տալի, որ ինքը միշտ եղել է թշնամի։ Իսկ այդ ծախված պատերազմից հետո, եթե մենք իսկական ազգ եղնենք, ինքը լավագույն դեպքում ինքը ու իր ԿՊ-ն, այսօրվա երիտ թուրքերը, պետք է Հայաստանից փախնեին, այդ լավագույն դեպքում իրանց համար։ Իսկ վատագույն դեպքում Նիկոլը պետք է արժանանար այն ամենին, ինչին որ արժանացավ Կադդաֆին։ Հիմա կասեն մենք վայրենի չենք, մենք կուլտուրական ենք, մենք նրանց նման չենք։ Հա, մենք շատ կուլտուրական ենք։ Ու դրա համար ինքը 18 թվականից մեզ պաչիկներ, սիրտիկներ, ես ձեզ սիրում եմ, ու տարավ այդքան երեխեքի մատաղարեց։ Հետո հիմա էլ ասում է, մենք գիտակցաբար ենք արել։ Ես հիմա այդ վիդեոն եմ մանգալ։ Գիտակցաբար տարե մատաղարը մեր երեխեքին։ Այդ երեխեք մերն էին։ Մեր ազգինն էին։ Ամեն մեկը մտածում է ինչ հիմա իր երեխեն սաղա, նա հիմա ինչ եղել է,